Մեր զրուցակիցը Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Ուժեղ Հայաստան թիմի անդամ, դաշինքի անդամ Նայիրի Սարգսյանը, պարոն Սարգսյան, ընդդիմադիր տարբեր ներկայացուցիչներ այսօր հայտնել էին, որ միանալու են ԲՀԿ-ի մանդատագողության դեմ պայքարին, ինչ ակնկալիքներով եք դուք միացել եւ եթե չլինի այն, ինչը որ սպասելի է, սպասում եք, ինչ է անելու ընդդիմությունը հավաքական կան արդեն քննարկումներ։ Ես կառաջարկեմ, որ դեռևս ժամանակներից առաջ չընկնենք եւ սպասենք, որովհետեւ այժմ տեղի ունենում երկու տեսակի պայքար՝ իրավական եւ արդարության վերականգնման, ինչպես նաեւ փողոցային պայքար։ Այսինքն երկուսը միաձուլվել է եւ երբեք պետք չի մեկը մյուսին խառնել, պետք է սպասել ըստ հերթականությունների, որպեսզի սխալվելու ռիսկերը մաքսիմում կարողանանք մեղմել։ Ակնկալիքները բնականաբար ժողովրդական ճնշումն են եւ ճնշման ներքո չի կարող այսպիսի ակնհայտ ապօրինություններ իրեն թույլ տա կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ես անկեղծ սպասում եւ ակնկալիք ունեմ, որ պետք է ԲՀԿ-ից գողացված ձայները վերականգնվի։ Պարոն Սարգսյան, մի հարցադրում ձեր մասնագիտական այսպես շրջանակներում ընտրություններից առաջ իշխանությունները այսպես կոչված բարերարություն արեցին, բայց լեգիտիմացված ձևով թոշակ բարձրացրին, խոստումներ տվեցին տաքսիստներին եւ այլն, բայց ընտրություններից 3 օր անց արդեն քննարկվում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հարցը։ Սա կոմպենսացիայի համար է արվում ընտրությունների նախորդած ժամանակաշրջանում արված այսպես մեծ առատ նվիրաբերությունների համար։ Նախ երկու փոփոխությունները, երկու խոշորագույն ֆինանսական փոփոխությունները 2026 թվականի բյուջեում նախատեսված չէր եւ կենսաթոշակների բարձրացումները եւ համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրումը։ Իսկ եթե բյուջեում նախատեսված չի, բնականաբար դրան համապատասխան եկամուտների ակնկալիքները չկան եւ պետք է նոր եկամուտների այսպես փնտրտուքի գնա։ Նման պարագայում սովորաբար adekvat իշխանություններն ու կառավարությունները ապրանքների արտադրանքի եւ ծառայությունների ծավալների ավելացման հաշվին նոր հարկեր են հավաքագրում եւ կարողանում են ծախսերի ընդլայնում կատարել։ Հայաստանի փաստացի իշխանության պարագայում դա գոյություն չունի։ Հետևաբար մնում է ընդամենը երկու քայլ՝ կամ հարկային դրույքաչափի բարձրացում, կամ հարկային բազայի ընդլայնում։ Եվ ընտրություններին անմիջապես հաջորդած առաջին կառավարության նիստին մենք ականատես եղանք հարկադրույքների բարձրացման եւ վստահեցնում եմ ու հայտարարում եմ, որ առաջիկայում մենք եւս այլ հարկատեսակների հարկադրույքների բարձրացում եւ հարկման բազայի ընդլայնում ենք տեսնելու։ Միջազգային դիտորդական առաքելությունները անդրադարձել էին այդ առատաձեռնության իշխանությունների թե մի քիչ բարեկիր ձևակերպումներով ամեն դեպքում արձագանքել էին, որ չի կարելի։ Ըստ ձեզ հաշվի կառնվի այս հանգամանքը վերաքվեարկության, վերընտրության գնալու շրջանակում։ Իրավական առումով այլ տարբերակ կարծես թե չունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե մենք նորից պետք է կրկնվեմ, երկու պայքարի համադրում պետք է տեղի ունենա, որովհետև եթե իրավական ամրագրում կա, որ պարտավոր է կհանգնա վերաքվեարկության, այստեղ պետք է ընդամենը ընդդիմադիր ուժերին ձայն տված ժողովրդական պահանջատիրությունը ստիպել ԿԸՀ-ին, որպեսզի կայացնի այդ որոշումը, որովհետև հակառակ պարագայում կայացնի ապօրինի որոշում եւ կարծում եմ շատ ավելի լայն հասարակական ընդվզման եւ դիմադրության կարժանա նրանց որոշումը։ Ինչ է կարող է դրան հանգեցնել, օրինակ եթե եւ Եթե վերաքվեարկություն չնշանակվի եւ ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան, այո, դա խթան կհանդիսանա, որպեսզի ժողովրդական ընդվզում առաջանա։ Շնորհակալ ենք այսինքն դուք այսօր եկել եք ասել, որպեսզի գլխավոր պահանջը որն է, ճնշում գործադրեք։ Ես եկել եմ աջակցեմ իմ գործընկերներին։ Ես եկել եմ տեղեկանալու եւ աջակցությունս հայտնելու իմ գործընկերներին։ Շնորհակալ ենք։